Նորից բարի օր սիրելի հայրենակից, հիմա ուզում եմ ցույց տամ ոնց են մուտք գործում մեր տարածք։ Մի քիչ առաջ 4 հոգի նորից մտել են մեր տարածքը, այս տեսնում եք, չէ՞, Ադամյում ՍՊ-ի տեղից, նայեք, այս փորած շինարարությունն է Տիգրան Ավինյանի, նորից այստեղից մտել են տարածք եւ էսենց է փախել են։ Ոստիկանությունը բացարձակ որևիցե գործունեություն չի ծավալում, այս ամբողջ տարածքը նայեք, այստեղ կամերա, այնտեղ կամերա, ամբողջ տեղերը կամերա, բայց էլի ուղարկում են։ Րոպե 1 ուղարկում են, այսինքն այստեղ ուղարկում են, տեսնեն մարդ չկա, որ էլի հարձակում գործեն, վնաս կա։ Այդ դեբիլ ուռոդներ, այդ զզվանքներ, այդ տականքներ, այդ տականք թույլտվություն տվող, այդ տականք թույլտվություն իրականացնող, շինարարության ապօրինություններ իրականացնող, այ ոստիկանություն, սենց ես աշխատում, հա? Հա եկաք էլի փորձեցիք, գիտեք չեք բռնվելու, դուք հլը մի հատ սպասեք, տես ոնց եք ձեր հերը անիծվելու, այդ լակոտ լուկուտներին, որ ուղարկում են ուրեմն 18-19 տարեկան, չգիտեմ, միգուցե նաև անչափահասներ, իհարկե պատկերացրեք ում են ուղարկում, վճարում են, որ գան ստեղ վայրագություններ անեն, այստեղից են մուտք գործել։ Այս անգամ ոստիկանություն հստակ կարող եմ ասել, որտեղից են մուտք գործել իմ տարածք, այստեղով է փախել են, ստեղից մուտք են գործել, ստեղից է փախել են։ Հիմա ինչ եք անում, հետևեք ես իմ եթերին և բռնեք այդ լակոտներին, սենց են փախել, ամբողջ այստեղ վրացական կոմիտաս փողոցներն են, դուք չեք կարողանում ուրեմն բռնեք այդ դրանց։ Այդ շներին չեք կարողանում բռնեք։ Այս Ավինյան Տիկոշանը, որ հարձակվել է, նայեք ինչ արել տարածքես։ Չեք կարողանում ուրեմն դեմը առնեք։ Այս ծաղիկները նոր են սկսել ծաղկել, այս գեղեցիկ այգին, որ այս գազանները վերացրեցին, նայեք ինչ են թողել, մի քանի հատ թուփ են թողել այստեղ, այս սատանաները, այս դեպը չեք կարողանում առնեք, ուրեմն ուզում եք ես հավատամ, որ դուք չեք կարողանում 4 հոգի շպանա բռնեք, փաստորեն դուք եք հեղինակ, ուրիշ ձև չի կարելի բացատրել այն ինչ որ կատարվում է այս մի քանի օրերի ընթացքում այստեղ։ Հիմա այսօր շաբաթ օր է, այսինքն մի շաբաթ անցել է առաջին հարձակումից հետո, մի շաբաթ է դուք չեք կարողանում բռնել, ամբողջ տարածքը, այս կամերան տենում եք, կամերա, ամբողջ տարածքը կամերաներ են, ու դուք չեք տեսել ովքեր են։ Մենք ենք տեսել այսօր։ 4 հոգի մտել է իմ տարածք։ Փախել են, տեսել են մեզ, փախել են։ Այնտեղ բնակիչներն էլ են տեսել այդ փախուստի դիմացներին։ Ինչի՞ չեք բռնում մինչև հիմա։ Ուր ես, Աննա Վարդապետյան ես, ինչ ես։ Դու իրավապահ մարմին ես ներկայացնում, վերահսկող ես, ասում էիր, ես վերահսկող եմ, չգիտեմ ինչ եմ, վերահսկողության լիազորություններ ունեմ, նենց գործեր եմ տանելու դատարան, որ չփճվի։ Էսա քո շնորհքը դե դատարան տանելու, այ անշնորհքներ, այ գազաններ։ Այն ոստիկանության մի հատ տիկին կա, չգիտեմ, մարդու իրավունքների պաշտպան կա։ Մի հատ դուք այդտեղ որ քայլում եք, այդտեղ ինչով եք զբաղված, դուք եք հրահարում, որ գանստե մտնեն մեր տարածք։ Ինչ եք գլխով անում, բայց չտեսաք ոնց մտան։ Այս ձեր էս առել, ինչ որ մի հատ Լիաննա Մուշեղյան կա, որ ոտի տեղ է առել, թուրքական ոտի տեղ։ Այս գարաժից են մտնում մեր տարածք։ Լիաննա Մուշեղյան, փախստական տիկին ես Աքարիից անցած, այդ քեզ 14 միլիոն դրամը որտեղից որ եկել ես, այս գարաժը առել ես, ու այս գարաժից մուտք ես գործում իմ տարածք։ Ուր ես այդ տիկին, ես գալու եմ քո հետևից, գալու եմ քեզ ինչ որ պետք է ասեմ, խայտարակ լինես որ դու, խայտարակ եկել ես իմ անդորն ես խանգարում, եկել ես մեր այս թուրքական գործունեությունը ծավալում ես Հակարիի կամուրջից, դու ինչ փող ես անցկացրել, այ գազան։ Տեսեք այս գազանների արածը, այս Լիաննա Մուշեղյանը այստեղից պետք է իբրև թե տեղ ունենա, որ դուրս գա, այսինքն այս գազանները պետք է ստեղ չգիտեմ ինչ սարքեն և ունենան այլընտրանքային ստեղից ճանապարհ, էլի այս գազանները ստեղից հիմա փաստորեն մուտք են գործել, այս գարաժից, որի տակի հողի վերաբերյալ Ավինյան Տիգրանը տրամադրել է ինչ որ ապօրինի հող հատկացում, տրամադրել է հող վարձակալությամբ, պատկերացնում եք,
չես հասկանում, ոնց կարող է ինչ-որ մի հատ տիկին Լիաննա Մուշեղյան, որ ստեղի հետ ընդհանրապես կապ չունի, եկել ստեղ 14 միլիոն դրամով սա է առել, նայեք, այս գարաժի չափսերն են, հեսա մի հատ